Ողջույն, մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը ձեզ հետաքրքիր է։ Մնացեք մեզ հետ եւ կիմանաք։ Ինչն է միավորում Իրանին, Պակիստանին, Հնդկաստանին եւ Մոնղոլիային։ Ինչու Մոսկվան հայտնվեց աշխարհի ամենաաղտոտված քաղաքների շարքում։ Նա 11 տարում $12,000 ծախսեց եւ կառուցեց 10 հարկանի հսկայական առանձնատուն։ Աշխարհի ամենահնգանկյուն կառույցը պաշտպանում է Միացյալ Նահանգների։ Այսօր խոսելու ենք աշխարհի ամենաների մասին։ Գիտեք, թե որոնք են աշխարհի ամենաաղտոտված քաղաքները կամ ամենաբարձր շինությունները։ Եթե չգիտեք, մնացեք մեզ հետ եւ դիտենք տեսանյութը։ Կան քաղաքներ, որտեղ օդը պարունակում է մի քանի 100 անգամ ավելի փոշի, քան թույլատրելի է առողջ կյանքի համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է զեկույց, որում ընդգրկել է այդ քաղաքների անունները։ Ամենաաղտոտված քաղաքները գտնվում են Իրանում, Պակիստանում, Հնդկաստանում եւ Մոնղոլիայում։ Պեկինը պատած մշուշը մշտապես հիշեցնում է, որ այս քաղաքը օդի աղտոտվածության լուրջ խնդիրներ ունի։ Պեկինում եւ նրա շրջակայքում ապրում է ավելի քան 17 միլիոն մարդ։ Ջրային պաշարները այստեղ չափազանց քիչ են եւ աղտոտված։ Օդի աղտոտվածության մակարդակը 5 անգամ ավելի բարձր է, քան առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրելի չափանիշները։ Իսկ հաճախակի տեղի ունեցող փոշային փոթորիկները միայն ավելացնում են խնդիրները։ Ուսումնասիրվել են աշխարհի 91 քաղաքների օդի պարունակությունը։ Ըստ զեկույցի ամենաաղտոտ օդն ունեցող քաղաքը իրանական Ահվազն է։ Դրան հաջորդում է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորը, իսկ ահայերյակը փակում է մեկ այլ իրանական քաղաք Սենենդեջը։ Ամենամաքուր օդ ունեցող քաղաքը կանադական White Horse-ն է։ Այս ցուցակում է նաև Մոսկվան ռադիոակտիվ աղտոտվածության պատճառով։ Ռադիացիայի մակարդակը այստեղ ավելի բարձր է, քան աշխարհում որևէ այլ տեղ։ Դրա պատճառն են ավելի քան 2000 գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք գոյություն ունեն դեռ խորհրդային ժամանակաշրջանից։ Չի օգնում նաև ռադիոակտիվ թափոնների թաղելը հատուկ գերեզմանոցներում, եւ բնակչությունը ստիպված է ապրել վտանգելով առողջությունը։ Աշխարհի ամենաների շարքում է փայտից կառուցված ամենաբարձր տունը, որը գտնվում է ամերիկյան Կրոսվիլում, եւ որքան էլ տարօրինակ է, այն կառուցվել է ոչ մասնագետ շինարարի կողմից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Թենեսի նահանգի բնակիչ Հորացիա Բերջեսից 11 տարի պահանջվեց, որպեսզի կառուցի իր երազանքների 10 հարկանի տունը։ Հսկայական 3400 քառակուսի մետր մակերեսով փայտե տունը կառուցելու համար Հորացիոն ծախսել է $12,000 $։ Տան ներսում պտուտակաձև աստիճաններ են, եկեղեցական բեմ, բասկետբոլի հրապարակ եւ բազմաթիվ սենյակներ, անցումներ ու պատշգամբներ։ Լուսանկարիչ Թոմ Վետոն ասում է. «Տունը անհավանական տպավորիչ է։ Դուք չեք կարող իրապես գնահատել դրա չափսերը, քանի դեռ կանգնած եք կողքին։ Այն վիթխարի է։ Այս տունը բոլոր երեխաների երազանքն է։ Երբ այն տեսնում ես, ցանկանում ես անմիջապես վերից վար ուսումնասիրել»։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության շենքը Պենտագոնը աշխարհի ամենահայտնի շինություններից մեկն է։ Անգլերեն Pentagon բառը ծագում է հունարեն Pentagonon, թարգմանաբար հնգանկյուն բառից։ Միասնական շտաբը նախատեսում էր կառուցել Արլինգթոնի այգու տարածքում։ Ճարտարապետական նախագծի առանձնահատկությունը հուշել է շինարարության համար հատկացված տարածքը, որի կողքով անցնում էր 5 ճանապարհ։ Դրանցից գլխավորները միավորվում էին 108 աստիճան անկյան տակ, ճիշտ այնքան, որքան հնգանկյան կողմերը։ Նախագիծը ճանաչվեց լավագույնը, սակայն Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը հրահանգեց տեղափոխել շինարարության վայրը Պոտոմակ գետի հունից 1 կիլոմետր ներքև, պատճառաբանելով, որ վարչական հսկայական շենքը կփչացնի Վաշինգտոնի տեսարանը, հայտնի Արլինգթոնյան գերեզմանատնից, որտեղ թաղված են առաջին եւ երկրորդ աշխարհամարտերի ընթացքում զոհված զինվորները։ Նախագահի որոշումը կատարվեց, սակայն հնգանկյունի նախագիծը պահպանվեց։ Պենտագոնի շինարարությունը մեկնարկեց 1941 թվականին եւ ավարտվեց 1943 թվականի հունվարին։ Շենքը կառուցվեց ռեկորդային ժամկետում՝ 16 ամսում։ Շինարարության մեջ ներգրավված հազարավոր բանվորները աշխատել են շուրջօրյա 3 հերթափոխով։ Պենտագոնը ունի 5 հարկ եւ 2 ստորգետնյա հարկաբաժին։ Աշխատասենյակներն ու դահլիճները գտնվում են կենտրոնացված 5 միջանցքների երկայնքով, որոնց երկարությունը կազմում է 28 կիլոմետր։ Սակայն հաշվարկված է, որ միմյանցից առավել հեռու գտնվող կետերի միջև ճանապարհը հատելու համար անհրաժեշտ է ընդամենը 7 րոպե։ Գրասենյակային տարածքների գործածության ծավալով Պենտագոնը զիջում է միայն երկրաքերերին։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակում աշխատում է շուրջ 26000 մարդ։ Իդեպ, կարծիք կա, որ աշխարհի ամենամեծ քիթը հայերինն է։ Պարզվում է, որ դա այդպես չէ։ Աշխարհում ամենամեծ քիթը պատկանում է թուրք Մեհմեդ Օզուրեքին։ Նրա քիթն ունի 8.8 սանտիմետր երկարություն։ Աշխարհի ամենաբարձր շինությունը կառուցվել է 21-րդ դարում։
Ճապոնիան եւ Չինաստանը պայքարում են աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի համար։ Ռուսական Օստան-կինոն այրվեց, սակայն Եվրոպայում ամենաբարձր հեռուստաաշտարակի դիրքերը պահպանեց։ Կուալա Լումպուրի ամենաբարձր երկնաքերերի կառուցման համար ծախսվել է ավելի քան $800 միլիոն։ Չենք մոռանում, մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը ձեզ հետաքրքիր է։ Միշտ հանդիպում։